Երեք գիշերվա անձրևը նորից անհանգստություն է պատճառել Ալավերդու Սանահին Սարահար թաղամասի երկրորդ զանգվածի 33-րդ շենքի 4-րդ հարկում բնակվող Քարյանների ընտանիքին։ Ելենա Քարյանը պատմում է, որ երեկ եւ այսօր ինքն ու իր ամուսինը երկու անգամ դատարկել են 5-րդ հարկում իրենց տեղադրած ջրի տարաները։ Դե հիմա գիշեր, որ անձրև եկավ, առավոտը 9-ին հելել եմ, բարձրացել եմ 5 պղինց ջուր եմ դատարկել, 5 անգամ մեծ պղինց ջուր եմ դատարկել։ Հիմա անձրևը կանգնել է, բայց կաթոցքը կա։ Եթե էլի շարունակվի, ասենք անձրև գա, էլի օրական 3 անգամ պետք է բարձրանամ, էլի դատարկեմ։ Հիմա կաթոցքներով է գալի, բայց եթե որ անձրևը վարար է գալի, արդեն չռալով գալիս է ջուրը։ Փլուզմաշեմին գտնվող այս շենքի վիճակի համար սակայն անհանգստանում են ոչ միայն քարյանները, մտահոգ են նաև նույն շքամուտքում ապրող մնացած բնակիչները, ովքեր ամեն օր ահ ու սարսափով են նայում քանդվող շենքի պատերին։ Շենքն է փլվում։ Ջուրը այդքան սարսափելի չի, ինչքան շենքը փլվել է։ Պատրաստ ենք ամբողջ մուտքի բնակիչներով կհամախմբվենք, որքան որ մեր հասանելիքն է կներդնենք։ Բարի մյուս օրը այն կողքի պատը փլվելու։ Մի հատ դժվար չի նայեք։ Դե պատը փլվում է, երեխաց գլխին կթափի, վсё։ Այս շենքի խնդրին նախորդ մեր անդրադարձից հետո քաղաքապետ Արտավազ Վարոյանի հանձնարարությամբ շենքի տանիքը համապատասխան մասնագետների կողմից ուսումնասիրվել է։ Ցավոք դեռ վերանորոգման, ընդ որում հիմնանորոգման կարիք ունեցող տանիքների թիվը իհարկե պակասել է, բայց դեռևս թվով այնքան շատ է, որ սխալ կլինի ենթադրել, որ դա 1-2 տարում մենք կավարտենք, բայց աշխատանքները շարունակաբար ընթացքի մեջ են լինելու։ Համայնքի զարգացման քարամյա ծրագրում ընդգրկված է նաև այս շենքի տանիքի մի հատվածի վերանորոգումը, որին պետք է իրենց պարտադիր մասնակցություն ունենան նաև բնակիչները։ Վերանորոգման համար նախատեսված գումարի 400,000 դրամ գումարը նրանք պետք է վճարեն։ Այդ գումարը սակայն կհանվի բնակիչների տան վարձավճարներից։ Այդ շենքը իհարկե մեր մոտ ընդգրկված է որպես պրոբլեմային եւ հրատապլուծում պահանջող շենքերի ցանկում։ Եվ նախորդ տարվանից սկսված, բայց դեռ ավարտին չհասցված պետական հատկացումների միջոցով իրականացվող աշխատանքների ավարտից հետո դեռևս 3 շենք կա տանիքների նորոգման ծրագրում, որ եղանակների պատճառով աշխատանքները տեղափոխվեցին ընթացիկ տարի, մեզ նոր հայտնի կլինի, թե մենք ընթացիկ տարում ինչ ֆինանսական ռեսուրսներ կունենանք եւ ինչ ծավալի աշխատանքներ կարող ենք նախատեսել։ Տանիքի վերանորոգմանը բնակիչները կսպասեն, եթե իհարկե շենքն ինքը կարողանա դիմակայել տեղումներին ու չփլվի վերանորոգման իր հերթը հասնելուց առաջ։ Լուսինե Փարսադանյան, Գևորգ Քոչինյան, լուրեր